Մեկը բիզնեսմեն է, մեկը ամեն ինչ ունենք, ոսկի ունենք, աշխարհը չունի, ում եք սպասում։ Մի հատ նավթ ունի Բաքուն կզացնեմ սաղիդ։ Ու սաղին։ Հելը ձեր ոտի ձեր ոսկուն տերել եք, եկեք ձեր ցեմենտին տերել եք, այն մեկին կպեք իրար արա ձեր հայրենիքը պահեք։ Չեք կարում թողեք քելեք ես կպահեմ։ Հաջողակ մարդա բիզնեսմեն ախպեր այդ մարդուն տանես թողես անապատը կծախքես այդ մարդը աստու կողմից տված է այդ ձևի։ Եթե մի մարդ ասենք տված է վերուստ, չես կարա իր այդ մրցակցես ոչ մի ձևի։ Լավ այդ մարդուն այդ ձևի բռնիր տարար։ Բայց գործարաններ էս մեր նման մարդիկ 100 հատ հիմնարկ փագեցիր։ Չես մտածում որ այդ մարդիկ քո տնտեսության մեջ այդ մարդու լիքը ներդրումը կա։ Ինչ որ ունես անձնական հարցեր էլ դա կարող է մենք չհասկանանք էլ դրանից։ Նստեք իրար հետ ձեր հարցերը լուծեք, բայց այս գործարան էս 1300 հոգի մարդ ստեղով է ապրում։ Ձևաբանների հետ բանակցություններ են ընթանում, նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը կա այնտեղ, այն ժապավենը, որով փակել էին վարչական շենքը, կտրված է ներսում գտնվում են քննիչները։ Ինչ սպասելիքներ ունեք, արդյոք կբացվի ձեզ գործարանը։ Ես սպասելիքներս մեծա դրա համար այսքան համբերատար է ժողովուրդը, որ պետք է առավոտը ոնց որ կա այդպես իր տոպրակը վերստի իր հացով ջրով գայս մարդը ստե չնայած ջուրը մենք ունենք ըստ պահանջի խմելու այդ հարցն էլ է լուծված բանակցությունների արդյունքում որ ուրեմն զոդի մոստը մենք կփակենք կամ էլ կառավարություն Երևան ուղիղ ախպեր չհասկացա կառավար մենք պետք է հարգմուծենք որ այս ոստիկաններին որ բերել են այս արևին կայնացրել են այս տղեկին դրանց էլ կարեն աշխատավարձ տա որ չտվեց այդ հարկերը այս պետությունը ես դուք ամեն մեկս 20% մեզնից փող ենք տալի պետությանը, որ չաշխատանք չտվեցինք, այդ պարոն ոստիկաններին որ դուծավ արծադրելու, ավտոմատ 5 ամիսը մեկ, 10 ամիսը մեկ ինքն էլ է ռոջիկ ստանալու, եթում ենք ընդե, ընչի մեջից հելել ենք, 20 տարի հետ ենք եթում, ժողովուրդ էսի լուրջ հարց է, ես ես բոյս չեմ առնելու հետամ, մի հատ սես լակոտի խնդրեմ, որ ընձի հացտա տանեմ երեխես ուտի, մենք էդ էլ ենք տեսել, մենք էդ սերունդից ենք, բայց լավն ու 14-ը ջոգում ենք հիմա։ Պարոն վարչապետ, ամոթա։ Աղագին լուրջ մարդ էինք ճանաչում։ Ամոթա, էսի պալոմբելով դու Ծառուկյանի հետ քո հարցը չլուծիր։ Դու ժողովրդին ես կեսից ավել ես գործարանի, որ խորանանք, տոպերամու իրան են ընտրել։ Իդեպ Գագիկ Ծառուկյանը բանտից ակնկալիքները որ պետք է դրականը լի։ Նա բանտից ուղերձ է եղել, կարդացել եք դիմել է իր ժողովրդին, ասել է որ շարունակելու է իր ազգանվեր գործը, լինելու է երկրի եւ ցավը տանեմ, իր կողը կայնացենք։ Իմ ցանկությունը գիտեք որն է, Թագավորից, մեր թագավորը։ Աբրեք ժողովուրդ։ Մեր ժողովուրդը սկսած ինձնից ու քեզնից Քորիկ ջան, մեկս մեկին հարգանքով մոտիկանա։ Մենք հայ ենք, չէ՞։ Հարցերն էլ լուծում։ Մեր ազգը հայ է։ Եթե մեկը ավարյա տա միտեղ մեռնի, սաղսե ցավ ենք ապրում, ասում ենք ջահել է, չգիտեմ, խի ինչի համար, բան նույն ազգն է, Նիկոլը եթե հայ չի, տնենք մի կողմ վերցնենք, ասենք մեր վարչապետը հայ չի, եթե հայ է, ինչի համար է մյուս հային տրորում։ Համագործակցեք, նստեք բանակցությունների, խոսացեք, ամեն ինչ այսօր մարդու խոսալով է լինում։ Ոչ թե էս ինչ ձև է, փակել են Ես անձամբ ես ոգևորված եմ, եթե 15-ին իմ աշխատավարձը չնստեց, ես չգիտեմ ինչ եմ անելու։ Էթալու եմ իրանց տուն։ Չգիտեմ, տանտեղը չգիտեմ, եթե կա ձեզանից մեկը կարա ինձ ուղեկցի, ես գալիս եմ, կներես։ Ես չգիտեմ իրան տեսնեմ, ասեմ իմ այս հարցը ով է լուծելու։ Ավելի լավ բան եմ ասում։ Եթե կներեք, ես միտքս ավարտեմ, լսեմ ձեզ։ Եթե այսօր մեր գործարանը չաշխատեց, առավոտը սաղ իրանց պերերիվը սենց ասած, վերցնում ենք ուղիղ զոդի մոստ։ Ուղիղ զոդի մոստ, փագելու ենք կատվածարար անենք, ոնց որ մեր տներն է հետի հասե։ Արդեն մեկնաբանություններ են, դուք ասեցիք այստեղ կեսից ավելին, ոնց որ Փաշինյանն է ընտրել։ Դե հա, ասենք մի ով կարող ասիխի։ Ասել են, որ Ծառուկյանին նստացնելու, այդ կեսից ավելին եթե ընտրել է, բայց ժամանակ չէր մտել։ Չէ, ուզում եմ ասեմ, մարդու մեծ է հոգի իլել է, որ Այսինքն չի շփվում ենք էլի ասենք իրար մեջ ումն է ինչ ասե շարանը մարա գրեմ կորցվես արա հետի խոսքի Նիկոլի ոչ դա գրեմ քցեմ ջեբդ բռնեմ դատեմ ասենք էդի ինչ հաջան Զավոդի աշխատանք ումը
Կարապ մի հատ մեկին բերի ասեք, լուսել են ասել, ում պիտի տանի, որ ինքը բան Կա է։ մեկը, որ մեկին ասել է։ Ասենք քիչ ասես քաոս սարքում մեր Ես համար։ ինչ ասելու։ Կյանքներս պրծավ չհասկացան Ես որտեղ ասել են։ եմ ում ընտրեք։